Նախորդ դրվագում հափշտակության ժամանակ փրկվածները վերցվեցին այս աշխարհից։ Իսկ հիմա այսօրվա սերիան առաջին կնիքի բացումը։ Տեսա, որ գառն այն 7 կնիքներից մեկը բացեց, և լսեցի, որ այն 4 կենդանիներից մեկը որոտի պես ձայնով ասում էր. «Արի», և ահա տեսա մի սպիտակ ձի, և նրա վրա նստողը մի աղեղ ուներ, նրան պսակ տրվեց, ու հաղթողը ելավ հաղթանակներ տանելու։ Առաջին ձիավորը հակաքրիստոսն է, աշխարհի կեղծ փրկիչը։ Մոլորության ոգին արդեն իսկ գործում է այսօր, քողարկված բարու և ճշմարտության գործակալի կերպարանքով, ունենալով իր գաղափարներն ազգերի մեջ տարածելու զորություն։ Նրա մտածելակերպն արդեն ամենուր է, խեղաթյուրելով ճշմարտությունը, քանդելով արժեքները և ճանապարհ պատրաստելով մի համաշխարհային կառավարչի համար, ում Աստվածաշունչն անվանում է հակաքրիստոս։ Չնայած նրան, որ նա արտաքնուստ կերևա որպես մեծ և բարյացակամ առաջնորդ, իրականում նա լինելու է գլոբալ կառավարության չարագործ ղեկավարը, որի քաղաքացիները կվերահսկվեն հանուն խաղաղության և անվտանգության։ Մարդկության պատմության մեջ առաջին անգամ արդեն գոյություն ունի տեխնոլոգիա մարդկանց գլոբալ մասշտաբով վերահսկելու համար։ Այս համակարգն արդեն փորձարկվում է աշխարհի որոշ երկրներում, որոնք ապրում են այն ամենի փոքրիկ օրինակով, ինչ ողջ երկիրը դեռ կճաշակի։ Գաղտնիությունը վաճառված է անվտանգության անվան տակ, վերահսկողությունը քողարկված նորարարության քողի տակ։ Ուզեք թե չուզեք, բոլորի տվյալներն արդեն համակարգում են։ Այսօր դա անվնաս է թվում այն ամենի համեմատ, ինչ սպասվում է ապագայում։ Երբ ամեն ինչ ինտեգրվի, համաշխարհային կառավարությունը կիմանա, թե ով է յուրաքանչյուրը, որտեղ է գտնվում և ինչ է անում։ Որպես միակ գաղափար կսահմանվի սպիտակ ձիավորի ճշմարտությունը։ Աշխարհի մասին նրա կողմից պարտադրված տեսակետը կլինի միակ թույլատրելին։ Որոշ երկրներում դա արդեն տեղի է ունենում, և աղետների ժամանակ մենք նույնպես հեշտությամբ տեսնում ենք դրա իրագործումը։ Բայց մի՞թե կա ավելի մեծ աղետ, քան մարդկության մի մասի անհետացումը։ Եթե միլիարդավոր մարդիկ կարող են պարզապես անհետանալ, ո՞վ է ապահով։ Աշխարհը կաղաղակի մի հերոսի համար, մեկի, ով կվերականգնի բնականոն կյանքը և անվտանգության զգացումը։ Խավարի այս առաջնորդը, ով գալիս է լուսո հրեշտակի կերպարանքով, կընդունվի և կփառաբանվի մեծամասնության կողմից, որը կհանձնվի նրա ոտքերի տակ, և ով չխոնարհվի, դուրս կմնա համակարգից։ Չի կարողանա ոչ գնել, ոչ վաճառել, ոչ աշխատել, ոչ ուտել, կհալածվի և թաքնվելու տեղ չի ունենա։ Ավելի փոքր մասշտաբով մենք արդեն տեսել ենք, որ դա հնարավոր է։ Նույնիսկ առանց ձեռքի տակ եղած տեխնոլոգիաների նացիստական Գերմանիան արեց նմանատիպ մի բան, իսկ տեխնոլոգիաների առկայությամբ Չինաստանի սոցիալական վարկանիշի համակարգը ցույց է տալիս, որ հնարավոր է մեկուսացնել որևէ մեկին հասարակությունից անհամապատասխան համարվող վարքագծի պատճառով։ Նշանները բոլորն այստեղ են։ Շուտով բոլոր մասնիկները կհավաքվեն մեկտեղ։ Ընտրությունը ձերն է։ Ընտրեք այսօր։ Ուզում եք մաս կազմել նրանց, ովքեր կխնայվեն այս դատաստաններից, թե նրանց, ովքեր կմնան տեսնելու այն, ինչ գալու է։ Հաջորդ սերիայում վերահսկողությունը միայն սկիզբն է։ Հետագայում մարդկանց շատ ավելի վատ բաներ են սպասվում։